Ողջույն, հրապարակի զրուցակիցն է Հայաքվեի վարչության անդամ Աննա Կոստանյանը։ Ողջույն, Տիկին Կոստանյան։ Ողջույն։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Թեմաները շատ են, Տիկին Կոստանյան, այս նախընտրական շրջանում այ քարոզարշավն էլ արդեն կիսվել է, հիմնականում ընտրությունների հետ կապված նախընտրական հենց այս ժամերին կարծես, երբ մենք զրուցում ենք այստեղ, Հայաստանում է գտնվում ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյա Մարկո Ռուբիոն։ Այս ինտենսիվ այցերը ԱՄՆ պաշտոնյաների, ընդհանրապես արևմտյան պաշտոնյաների վերջին շրջանում հազվադեպ չեն, հա, ու աննախադեպ են։ Այս աննախադեպայնությունը, բայց հողի վրա ամեն դեպքում ինչ օգուտ է տալու մեր երկրին։ Դե ոնց որ ասում են, մինչև չգան, ինչ որ գործողություններ չլինեն, չենք տեսնի, բայց մեր 8 տարվա կյանքի դառը փորձը վկայում է, որ ամեն դեպքում շատ մեծ սպասումներ չի կարելի ձևավորել օրվա իշխանությունից։ Այս մարդիկ միշտ սիրում են լուն ուխտ դարձնել, այդպես մեծ ճոխ, գեղեցիկ փաթեթավորումներով ներկայացնել, երբ որ հարցնում ես օրինակ այցը ինչի մասին է, ասում են մենք գիտենք, կգան, մենք կասենք, մենք սաղ կասենք, մենք ամեն ինչ գիտենք։ Սա արդեն իսկ լուրջ չի, որովհետև եթե իսկապես ինչ որ մեծ իրադարձություն է, արևմտյան պաշտոնյաները գալիս են եւ այսպես շրջադարձային բաներ պետքա տեղի ունենան հայ ժողովրդի համար, կարող էին պարզապես հուշումներ տային, որոշակի, որոնք համոզմունքներ կշնչեին, որ իսկապես այդպես լուրջ բան է տեղի ունենալու։ Բայց այդ ծրողական վիճակը մոտավորապես նույնն է, ինչ որ ասում են, մենք բանակցում ենք զրոյական կետից, այդ զրոյական կետից իրենց լավ իմացած բանակցությունների արդյունքում տեսանք ինչ եղավ։ Ըստ էության սա կարելի է դիտարկել նաև նախընտրական իրենց քարոզարշավի շրջանակներում մի այսպիսի ժեստ ցույց տալու, որ արդեն երկրորդ անգամ Ամերիկայի Միացյալ Նահանգները, աշխարհի այդ գերտերություններից մեկը, Հայաստանին այսպիսի պատիվ է անում եւ իր պաշտոնյաներից ուղարկում է, որպեսզի կարևորագույն փաստաթղթեր ստորագրեն։ Եվ դատելով արդեն նախորդ տարվա օգոստոսի 8-ի շատ կարևոր իրադարձություններից ներքին համոզմունք ունեմ, որ հնարավոր է այսպես կոչված թրիփին վերաբերող ինչ որ հերթական անորոշ փաստաթուղթ լինի։ Այցը որպես այդպեսին կարծես այդքան էլ այց հենց Հայաստան չի, հա, այլ Հնդկաստանից տունդարձի ճանապարհին կարծես կանգառ է ինչ որ ոնց որ առավոտյան տարածվեց, հա, հարթարություն, որ կարճ հանդիպում հենց Զվարթնոցում է լինելու Միրզոյան Արարատի հետ, այնուհետև միգուցե կառավարությունում Փաշինյանի հետ, հա, հանդիպում։ Այսինքն հենց Հայաստան չի եկել, այլ ինչ որ կարծես հարց են, հա, այտենց ոտքի վրա ճանապարհին ավտոստոպով անցնելուց մտավ սուրճ խմեց ու գնաց։ Դե եթե նույնիսկ այդպես է, ամեն դեպքում անլուրջ է։ Այսինքն եթե նույնիսկ օդանավակայանից այս կողմ չի գալու, դա պաշտոնական այց չի, հետևաբար ինչ փաստաթղթեր են հանպատրաստից ոտքի վրա օդանավակայանում ստորագրելու։ Մինչդեռ Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը լրագրողների հարցին պատասխանեց, որ որոշակի փաստաթղթեր են ստորագրելու։ Այդ փաստաթղթերը ինչ են իրենցից ներկայացնելու, եթե օդանավակայանում են լինելու, եւ սա պաշտոնական այց չէ։ Ես մեծ սպասումներ չունեմ, սրանք կարող են ուղղակի այս այցը հերթական ձևով ոնց օրինակ եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաների այցը Հայաստան դարձրեցին այդպես նախընտրական իրենց քարոզարշավի մի մաս, այլ օգտագործելու են դրա տրամաբանության մեջ։ Եվ բնականաբար հասկանալով նաև հանրային լարված տրամադրությունները, իսկ իրենք շատ լավ հասկանում են, Նիկոլ Փաշինյանը, եթե ուշադրություն եք դարձրել վերջին օրերին, գրեթե, քաղաքացիների հետ այդպես ինտենսիվ չի շփվում, փորձում է հպանցիկ այդպես բարևել անցնել, չթողնել որևէ զրույց կայանա, որովհետև արդեն նախադեպերը, հա, կայացած լավը չէին, հասկանում են եւ փորձում են սա մեր վրա վաճառել շատ այսպես գեղեցիկ ու թանկ փաթեթով։ Տիկին Կոստանյան, այս բարձրաստիճան արևմտյան պաշտոնյաների այցերից, հա, բոլորովին վերջերս այստեղ եվրոպական քաղաքական համայնքի
գագաթաժողովներ ու բազմաթիվ փոքր ու մեծ ակցիաներ այդ կապակցությամբ եղան, դուք անձամբ մասնակցում եք ակցիաներից որոշներին ու ակցիաներից մեկի ժամանակ ինքներդ պատվիրակներին կոչով դիմեցիք, հա, խոսք ուղեցիք ու հենց անգլերենով ու ձեր խոսքում կարծեմ ասացիք, որ սա հենց այս նախընտրական շրջանում միջամտություն է ոնց որ գործերին։ Այս մասով ամեն դեպքում ինչ ազդեցություն ունեցավ այդ այցը, հա, այդ պաշտոնյաների Փաշինյանի վարկանիշի վրա, ինչպես ազդեց, եթե ազդեց։ Մի քիչ դժվար է գնահատել ազդեց թե չազդեց կամ եթե ազդեց որքանով ազդեց, ամեն դեպքում ես վստահ եմ, որ մեր ձայնը առնվազն որոշակի չափով տեղ է հասել։ Բնականաբար այն պաշտոնյաները, ովքեր որ այցելել էին Հայաստան, դժվար թե այդպես մեծ նշանակություն տային, բայց գտնվեցին լրագրողներ, ովքեր եւ տեղում հարցազրույց վերցրեցին, հետո էլ կազմակերպեցին առանձնազրույցներ, ավելի խորքային ու մանրամասնորեն տեղեկանալու, թե այդտեղ հավաքված ժողովուրդը, որը շատ բազմաշերտ էր եւ հետաքրքիրը դա էր, մարդիկ եկել էին ըստ էության իրենց բողոքը արտահայտելու եւ ասելու, որ այսօրվա իշխանությունը հանձին Նիկոլ Փաշինյանի, որքան էլ որ ժողովրդավարության դրոշակը առել եւ աչ ու ձախ թափահարում է, ինքը բոլորովին ժողովրդավարության մասին չէ։ Մեր գլխավոր ուղերձը սա էր, մենք դուրս ենք եկել այդ ուղերձը տալու եվրոպական պետությունների եւ ընդհանրապես Եվրոմիության ներկայացուցիչներին, որ տեր եթե իսկապես իրենք ժողովրդավարության մասին են, թող տեր կանգնեն, ոչ թե օգտագործեն տարբեր քարոզչական եւ հիբրիդային պատերազմի գործիքակազմեր, հայտարարելով, որ դա ի օգնություն Հայաստանի օգտագործելու են Ռուսաստանի դեմ պայքարելու, թող դա օգտագործեն պայքարելու հենց հիբրիդային պատերազմ ստեղծողների եւ այդ ստեղծողները ոչ ավելի ոչ պակաս Հայաստանի Հանրապետության իշխանությունն է։ Հենց իր քաղաքացիների դեմ է այդ պատերազմը տանում։ Շատ լավ։ Նախընտրական տրամաբանության մեջ համագործակցությունների մասով այս պահին Հայաքվեն ուժեղ Հայաստանին է սատարում, հա։ Դրանից առաջ կար մեկ այլ համագործակցություն, որը ցավոք չստացվեց, սակայն ամեն դեպքում երկուստեք պնդումներ էին արվում, որ անհրաժեշտ սիներգիան կա այդ համագործակցության համար։ Ուժեղ Հայաստանի հետ Հայաքվեի համագործակցությունը մի քիչ թերևս որոշ ընդդիմադիրների համար անհասկանալի է։ Ինչ ձևաչափ է, հա, ինչ ձևաչափում է այս համագործակցությունը, ինչ բնույթ է կրում, կմանրամասնեք մի փոքր։ Նախ պետք է ասեմ, որ նախորդ համագործակցության տրամաբանության մեջ չէ, որովհետև Միասնության թևերի հետ Հայաքվեի համագործակցությունը այդպես ավելի ուրեմն քաղաքական ներկայացվածություններ ենթադրում, այդ թվում նաև միասնական նախընտրական ցուցակներում ներկայություն ապահովելու մասով, ինչու չստացվեց, դա քննարկման մի այլ հարց է, ամեն դեպքում երկու քաղաքական ուժերի մեջ գտնվել է այդ կամքը շատ խաղաղ եւ կառուցողական ձևով բաժանվելու, ընդունելով, որ համագործակցության լիարժեք եզրեր հնարավոր չեղավ գտնելու, ինչ վերաբերում է ուժեղ Հայաստանին, ուժեղ Հայաստանի հետ մասնակցությունը մի փոքր այլ ֆորմատ է իրենից ենթադրում, այսինքն այստեղ քաղաքական դերակատարներ Հայաքվեի անդամներից մենք չունենք, ցուցակներում ներկայացված անձինք չկան եւ Հայաքվեն իր ամբողջ 3-ամյա ինտենսիվ գործունեության ընթացքում կուտակած կապիտալը, ինչը մարդկային ներուժն է, մարզային համայնքներում ներկայացվածությունը, այսինքն ինստիտուցիոնալ առումով ներկայությունը ապահովելն է եւ աջակցել այս պահին ընդդիմադիր դաշտում գտնվող կարելի է ասել ամենամեծ ուժին, որպեսզի էլ ավելի, այսպես ասած, ամուր ձևով կարողանան հաղթահարել եւ ունենան հնարավորություն արդեն այլ ընդդիմադիր ուժերի հետ հետագայում խորհրդանական դրություններից հետո կոալիցիոն կառավարություն ձևավորեն։ Տիկին Կոստանյան, այն որ իշխանությունները մաքուր չէին խաղալու, հա, այսպես ասած, պարզեր ի սկզբանե, սակայն այս բռնաճնշումները շատ ինտենսիվ փուլ են մտել, հա, ու ընդդիմադիր առաջնորդների կամ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների ձեռքբերություններ են սկսել, այն էլ պետական դավաճանության մեղադրանքով։
Մտավախություններ արդյոք չկան, որ ուժեղ Հայաստանի առաջնորդների, առաջին համարների հետ կապված էլ էս ամեն ինչը կկատարվի, իրենց վրա էլ կտարածվի ու արդյոք այդ հավանական հնարավոր սցենարներին թիմը պատրաստ է։ Իհարկե բոլոր հնարավորությունները, որովհետև մենք խոսում ենք Նիկոլ Փաշինյանի իշխանության եւ կառավարման ոճի մասին, բոլոր ընդդիմադիրների դեպքում կա եւ այսօր քաղաքական դաշտում իրապես ընդդիմադիր քաղաքական ուժ չեք կարող գտնել, որը հետապնդման չի ենթարկվել Նիկոլ Փաշինյանի ձեռքի տակ գտնվող ուժային կառույցների կողմից։ Հետևաբար բնական է, որ միամտություն չպետք է ունենային, այլ հարց է, թե մինչև ուր են պատրաստ լինելու հասնել եւ որքան ոչ միայն օրենքների խախտում, այլ բարոյական նորմերի ոտնահարմամբ մինչև ուր կարող են գնալ։ Իհարկե ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանալով, որ այս ընտրությունները իր համար, իր իշխանության կյանքի եւ մահվան պայքար է, պատրաստ են լինելու ոչ միայն ամբողջ, այսպես ասած, պետական վարչական ռեսուրսը գործի դնել, այլ նաև ամենաանհավանական ձևով ընդհուպ միջև իրավապահ համակարգի կողմից ուժ գործադրելու մարդկանց դեմ։ Եվ դա սկսել են ըստ էության քաղաքացիների, քաղաքական ուժերի ղեկավարներից։ Սա խոսում է իր վախերի ակնհայտ դրսևորումների մասին։ Եվ եթե շատ տարբեր, այսպես ասած, 8 տարիների ընթացքում եւ երբ որ իրենք իշխանության եկան 2018-ին շատ կարևոր խաղաքարտեր, խաղաթղթեր ունեին, որ կարողանում էին մարդկանց երեսին շպրտել եւ ասել այ հենց սրա համար մենք արեցինք հեղափոխությունը, որպեսզի արդարություն հաստատվի, որպեսզի օլիգարխները այլևս իշխանության մեջ տեղ չունենան, դղյակները բռնագրավենք, տանք ձեզ, սիրելի ժողովուրդ, այդ 8 տարվա ընթացքում հիշեք մի առանցքային դեպք, ես պարզապես հիշում եմ միայն Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դղյակի դեպքը, որը ի դեպ կալանքը, եթե չեմ սխալվում, կալանքը վերացվեց մեկ օրով եւ այդ ընթացքում հնարավորություն ունեցան վաճառելու արդեն նորելուկ մերձիշխանական չի կարելի ասել օլիգարխին, բայց մեծահարուստին, որի անվան հետ կապված շատ տարբեր հետաքրքիր դրվագներ կան։ Ինչ է ստացվում, որ 8 տարիների ընթացքում ընդամենը 1-2 դեպքով աչքակապություն անելով փորձել են խաբել մարդկանց, հիմա այս ընտրությունների շեմին կանգնած, այս ագրեսիվ քայլերով տարբեր մեծահարուստների, ընդ որում որոնք բավականին չի կարելի ասել բարենպաստ գործունեություն չեն ունեցել, մի կողմ դնենք իրենց քաղաքական հայացքները կամ չգիտեմ տարբեր դրվագները, որոնց մասին շրջանառվում է, հա, հանրության մեջ, բայց սա ընդհանրապես խաղաքարտ է եւ դա օգտագործելու են ընդհանուր մինչեւ լիդերների ձերբակալություններ, ընտանիքի անդամներին սպառնալով, որդիներին, աղջիկներին, ոչ մի բանի առաջ չեն կանգնելու, բայց դա չի նշանակում, որ պետք է ընկրկել։ Այս դղյակային տրամաբանության մեջ մեծահարուստների, հա, իմիջերից օրեր առաջ էլ ասացին կարծես, որ Ծառուկյանի առանձնատունն են ուզում վերցնել ու ծերանոց դարձնել, ինչը շատ հարցականներ ունի, հա։ Առաջարկ ունեմ, ուրեմն այն առանձնատուն ամառանոցը, որտեղ բնակվում է Նիկոլ Փաշինյանը եւ որի վրա օրական միլիոնավոր դրամներ են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ծախսվում, այդ ամառանոց առանձնատունը կարելի է օգտագործել 2020 թվականի 44-օրյա պատերազմի վետերանների համար հանգստավայր դարձնելու գործում։ Սա ամենաառաջինն է, որը կյանքի չի կոչվի վստահաբար։ Դե, հուսամ մի օր կունենանք այնպիսի իշխանություն, որը առաջին քայլով որպես ժեստ դա կանի։ Տեսեք, Տիկին Կոստանյան, քարոզարշավն արդեն կիսվել է, ավելին կեսից շատ անցել է։ Ինչպես է գնահատում ընթացքը, հա, այս իշխանություն, ընդդիմության ներսում ներընդդիմադիր խմորումներ։ Անվերջանալի հարց, որի մասին միշտ խոսում ենք, բայց այդ խնդիրը միշտ կա ու ցավոք սրտի չի լուծվում, ինչ որ ժամանակ առ ժամանակ կրքերը մարում են, հատկապես
ներընդդիմադիր դաշտում, տարբեր թևեր սկսում են հանդարտվել, հետո մեկ էլ նոր թեմային ինչ որ իրավիճակներով պայմանավորված առաջ բերում սկսում են իրար միս կրծել։ Ես կարծում եմ այդ միասնականությունը, որը մենք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ակնկալում ենք քաղաքական ուժերից, դժվար է սпасել, համենայն դեպս տեղի չի ունենա այնքան, մինչև Հայաստանի Հանրապետությունը իր բուն տարածքով եւ ներքին իրավիճակով աղետաբեր մի իրողության առաջ չկանգնի։ Շատ վատ բան եմ ասում, գիտեմ, բայց համենայն դեպս հանրային տրամադրությունները քաղաքական դաշտի այլասերված վիճակին հետևելով, թե ոնց են առանց կանոնների մեկը մյուսին հարվածում, այսպիսի եզրահանգման եմ ես գալիս, տա Աստված այդպես չլինի եւ տա Աստված քաղաքական ուժերը բավարար հասունություն կարողանան ցուցաբերել եւ փորձեն գոնե կարճաժամկետ իրար հետ համագործակցել, որովհետեւ եթե իսկապես իրենց այսպես ասած խոսույթում, քայլերում, վարքագծում եւ պլաններում պետության հետ կապված անկեղծ եւ ազնիվ են, ապա իրենք ընդամենը մեկ պերսոնա նոն գրատա պետք է ճանաչեն եւ դա Նիկոլ Փաշինյանն է իր ամբողջ կաբինետով հանդերձ, ուրիշ պերսոնա նոն գրատա չպետք է լինի։ Տեսեք Տիկին Կոստանյան, 2021-ի ընտրություններում մի շարք մեծ ու փոքր համայնքների ղեկավարներ, համայնքապետեր, հա, ընդդիմադիր էին։ Այս տարիների ընթացքում շատ ջրեր հոսեցին, շատ խմորումներ եղան, շատ քաղաքապետեր, գյուղապետեր, համայնքապետեր ճամբարափոխ եղան, այսօր սատարում են Փաշինյանին։ Ինչ է կարծում սա, ինչ ազդեցություն է ունենալու, եթե ընդհանրապես ունենալու է ընտրողների, հա, ՔՎ-ի հետ կապված, ՔՎ-ն տալ չտալու իշխանություն, ընդդիմություն։ Դերակատարում կարծում եմ կունենա ցավոք սրտի Երևանից դուրս եւ մեծ քաղաքներից դուրս, մեծ ու փոքր համայնքներում ընտրական տրամաբանությունը միշտ նույնն է, այսինքն այնտեղ մարդիկ իրենց առօրյա խնդիրներից ելնելով սոցիալական, առողջական, գյուղատնտեսական, տնտեսական այդ խնդիրներից ելնելով միշտ փորձում են իշխանությունների հետ լավ աշխատող, մոտ գտնվող մարդու իրենց ձայնը տան, որպեսզի այդ մարդը կարողանա իրենց խնդիրները լուծել, իրենց գործը առաջ տանել։ Այս տրամաբանությունը դեռևս գործում է համայնքներում։ Ինչ պետք է արվեր, որպեսզի այդ ձևաչափը խախտվեր, ընդդիմությունը ոչ թե ընտրությունների նախօրեին եւ պաշտոնական քարոզարշավի շրջանակներում պետք է գնար համայնքները շրջեր գյուղ առ գյուղ, տուն առ տուն, այլ բոլոր 5 տարիների ընթացքում։ Կարող են ասել, որ դե անընդհատ պայքարի մեջ են եղել, այդ թվում նաև փողոցային, այո, եւ դա օբյեկտիվ պատճառաբանություն կարող է լինել, բայց մեկը մյուսին չէր կարելի բացառել, որովհետեւ հասարակ մարդը ինքը սիրում է ուշադրության կենտրոնում լինել։ Երբ որ պաշտոնատար անձը գնում է, թակում է իր դուռը, հետաքրքրվում է իր խնդիրներով, լսում է, թե ինչպիսի լուծում է հենց ինքը այդ հասարակ մարդը տալիս, ինչպիսի առաջարկ է անում, այդ մարդու մոտ վստահություն է ձևավորվում եւ 5 տարին բավարար էր, որպեսզի կարողանար ներքին համոզմունք ձևավորել, որ այս մարդը ընդդիմադիր լինելով չունենալով իշխանություն, վաղը տեր է կանգնելու իմ խնդիրներին։ Ցավոք սրտի դա չի արվել եւ ի տարբերություն օրինակ ընդդիմության հավաքական առումով, չեմ ուզում խոսել առանձին գործիչների, Նիկոլ Փաշինյանը դեռևս կարողանում է քաղաքացիների այդ նուրբ նյարդին կպնել։ Ճիշտ է, այս վերջին շրջանում շատ են պոռթկումները հիստերիայով դրսևորված, հունից դուրս է գալիս եւ ցույց է տալիս իրական դեմքը, բայց նա միևնույն ժամանակ կարողանում է քաղաքացիների հետ խոսել իրենց լեզվով, ցույց տալ, որ ինքը խնդիրների մասին մտածում է։ Եվ հենց այստեղ է ամենամեծ պարտությունը հավաքական ընդդիմության, ցավոք սրտի։ Հարցումների մասով Տիկին Կոստանյան, որքանով են արժանահավատ այս հրապարակող հարցումների արդյունքները, օրինակ օրեր առաջ IRI-ի հարցումներ, հա,
որը կարծես այնքան հուսադրող չէր, բայց չմոռանանք նաև, որ ընդամենը 16%-ի, հա, հարցմանը պատասխանողների 16%-ի այդ արդյունքների հիման վրա էր։ Որքանով են արժանահավատ։ Նախ առաջին հերթին պատասխանող 16% ցուցանիշը արդեն իսկ ողբերգական է։ Սա նշանակում է, որ ընդամենը մի քանի օր առաջ ընտրություններից դեռևս մարդկանց մոտ չկա մոտիվացիա ընտրությունների մասնակցության վարկ դրսևորելու։ Եվ սա էլ խնդիրներից երկրորդն է, որ քաղաքական ուժերը իրենց առաջ պետք է դնեն, որպեսզի անկախ ամեն ինչից որ ուժին կընտրեն, ընդդիմության մասն է խոսքը, մոտիվացնեն, ոգեշնչեն եւ այսպես անգլերենով ասած call to action, հա, գործողության մղող քայլի դրթեն, որ մարդիկ գնան եւ ընտրություններին մասնակցեն, հասկանալով որ դա իրենց քաղաքացիական պարտավորությունն է։ Առաջինը սա էր, երկրորդը որքան է արժանահավատ, այդքան կարճ ժամանակահատվածում արված հարցումը արդեն իսկ հենց սա մեծ խնդրեմ է։ Որքան ջանք է դրվել, ինչ ինտենսիվությամբ, ինչ արագությամբ, ինչ ուշադրությամբ, արդյոք բավարար չափով քաղաքացիների հետ ժամանակ ծախսել են, որպեսզի հարցերը ճիշտ ձևակերպեն, մարդիկ էլ իմիջիայլոց չպատասխանեն, որովհետև շատ ժամանակ, օրինակ ինքս երբ ինձ զանգահարում են, ես արագ-արագ եւ իմիջիայլոց եմ պատասխանում, ու նույնիսկ թե այն մարդիկ, ովքեր շատ ավելի մեծ զբաղվածություն ունեն եւ հոգսերի մեջ են ծանրաբեռնված։ Հետևաբար արժանահավատությունը դժվար է գնահատել։ Համենայն դեպս եւ միևնույն ժամանակ նաեւ պետք է հասկանալ արել են այդ հարցումը, որ ինչ ցույց տան, որ մարդիկ տեսնեն ցածր է տոկոսը մասնակցության հնարավոր, քաղաքական ուժերի մոտ ռեյտինգները նվազել են, իշխանության մոտ հակառակը ռեյտինգի աճ է նկատվել, իսկ եթե չեմ սխալվում, հենց այդպես էլ կար։ Եթե այդպես է, ապա սա նաև աջակցություն է իշխանությանը վերարտադրվելու, հույս տալու տեսանկյունից։ Շատ լավ, դերևս ամփոփենք զրույցը Տիկին Կոստանյան, հա, վերջին հարցը։ Այ տեսեք, այս ագրեսիվ քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր ունեզրկումների մասին խոստումները, կզացնելու մասին խոստումները, հա, արդյոք այդ սեգմենտը, որը ուրախանում է ունեզրկումներով, ինչ որ մեկին կզացնելով, ներողություն իհարկե, բայց առանց այս մեջբերման չի լինի, արդյոք այդ սեգմենտը այդքան մեծ է, որ կամ փնթի ուտելու վրա ուրախացող, որ Փաշինյանը այս խոսույթը ու վարքը շարունակում է հանում քվեի, թե ամեն դեպքում ինչ որ այլ բան է սրա տակ թաքնված։ Ես կարծում եմ, սա իր համար փրփուրներից կախվելու յուրահատուկ դրսևորում է։ Միևնույն ժամանակ չենք կարող չընդունել, որ ինքը շատ լավ հասկանալով հանրության բոլոր շերտերի պահանջները կարողանում է այդ յուրաքանչյուր սեգմենտին կերակրել իրեն հարիր իր ձևին եւ չափին համապատասխան գործիքակազմով, խոսույթով, վարքագծով եւ գործողություններով ըստ էության դա կլինի ուտելը, թե չգիտեմ, Հայաստանի Հանրապետության կրճատած քարտեզը նվիրելը։ Համենայն դեպս հասկանալի է, որ ինքն էլ հասկանում է, որ իր վիճակը լավ չէ։ Դրա համար միևնույն ժամանակ նաև պետք է չմոռանալ, որ ունի տեխնոլոգիաների տեսանկյունից շատ ամուր խորհրդատվական աջակցություն, վստահ եմ ոչ Հայաստանից, դա կլինի արևմտյան երկրներից, եվրոպական, ընդ որում այդ մասին անթակույց հայտարարել են, այդ նույն հռչակված հիբրիդային պատերազմների շրջանակներում նաև ամուր եւ այսպես համակարգված կոնսուլտացիաներն են ենթադրում, ինչ գործողություններ անել, ինչ ուղերձներ տալ, ինչ վարքագիծ դրսևորել, որտեղ պետք է զուսպ լինել, որտեղ պետք է անհանդուրժող լինել, բայց կարծում եմ, որ ներքին համոզմունք կա իմ մոտ ձևավորված, ինքը շատ լավ հասկանում է իրավիճակը եւ դժվար է պատկերացնել, որ 100%-ով վստահ է, որ հաղթանակ է տանելու։ Ամեն դեպքում վստահաբար գնալու է մինչև վերջ։
յուրաքանչյուր քայլ, գործողություն, խոսույթ, կլինեն դա մեծահարուստների ունեզրկումները, կլինեն մեծ խոստումները, որ այդ ունեզրկած գույքը եւ գումարները բերելու են, նվիրելու են քաղաքացիներին, ամեն ինչ գործի է դնելու, բայց այստեղ մեր քաղաքացիներին պետք է հիշեցնեմ 8 տարվա ընթացքում որքանով իրենց գրպանը լցվեց այդ ունեզրկումներից ստացված գումարներով կամ տներով։ Ինչ փոփոխություն է իրենց կյանքում տեղի ունեցել եւ ինչու հիմա պետք է հաջորդ 5 տարիներին հավատանք այդ փուչ խոստումներին։ Շատ լավ, շնորհակալ եմ զրույցի համար Տիկին Ես Կոստանյան։ եմ շնորհակալ։ Հիշեցնեմ հրապարակի զրուցակիցներ Հայաքվեի վարչության անդամ Աննա Կոստանյանը։